Որտեղից եք։ Դուք ուժեղ Հայաստանի աջակից եք կուսակցության անդամ։ Այո, էլեկտրոնային պոչտայով, անձնագրով ընդունվել եմ եւ շատ եմ ջատագովում, իրոք որ մարդա դեմքա կարելի ասել շատ գեղեցիկ արտաքինով, որ մեր արժանապետը կարող է ներկայանալ արտասահմանում եւ այլն։ Տավեք էլի, հանուն մի տվեք, կամ խեք յան ավելացնում։ Ես չեմ ճանաչում նման մարդ։ Իսկ դրոշերիչներ ունեք ընտրություններից, անխատեսումներից, ելքից։ Գիտեմ, որ ինքն արին են ունել։ Մեր Սամվել Կարապետյանը, այո, անգամ երազ է եկել։ Եվ երազները մեծամասն կատարում են։ Վարչական ռեսուրս չի կիրառի իշխանություն ընտրություններում։ Իսկ թվում է ոչ։ Որտեղ չի կարող։ Կան է որոշ ինչ-որ սխալներ, բայց ինչ-որ մեծ ծավալով չի անի։ Վախեցած է։ Արդեն մեծամասնությունն է դուրս գալիս։ Հիմնականում կարելի ասել մեր ամբողջ Հայաստանը տեսեք որ ոտքի է կանգնել։ Եվ վախեր է տիրում այնտեղ։ Իսկ ուժը Հայաստանի ներկայացրած ծրագրերից ԱՖՑ աշտարակից եք, չէ՞։ Ծանոթ եք դրանց, օրինակ ո՞րն է ձեզ ամենաշահեկան, ամենահետաքրքիր։ Կոնկրետ կարող եք ձեր մարզի օրինակով ասել։ Մեր մարզի օրինակով հիմա մեծամասնություն արդեն էլի կազմում։ Առաջ չէ, բայց հիմա արդեն մարդիկ խելք են գալիս, կարելի ասել։ Օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն տևական ժամանակ է ձեր հանդիմակիցների, ինչու՞ չէ նաև կուսակից ընկերների մասնակցությամբ ենթադրյալ ընտրակաշառք տարբաժանելու ձայնագրությունները հրապարակել։ Նման բաներ չկա, սա ացիկոսիներ է։ Քանի որ գոյություն ունի խոսքի մտքի ազատություններ, մարդու իրավունք, դրա համար մի քիչ պիտի այդպիսի ծավալներով հանդես չգան, էլի։ Անհարմար է մեր հայ ազգին։ Նման բաներ չկա, դա ացիկոսիների կարող եք անվանել։ Ացիկոսիներ է։ Օրինակ դուք մարդկանց մոտ խաբեբայությունը կան ընտրություններում եւ այս ընտրություններում հակված են իրենք Նիկոլ Փաշինյանին ընտրելու, թե մեծամասնությունը չէ, որ զրուցում եք ձեր նույնիսկ հարևանների հետ։ Գիտեք, մարդիկ հիմա քիչ վախ է տիրում, դա էլ ասեմ, բայց ինչի համար իշխանությունը ստորագետանը նոր ասեմ, էլի։ Հիմա մարդիկ կան մարդիկ, որ էլ չեն էլ վախենում, գիտես թե, որտեղ բոլորին բռնել չի լինի, ամբողջ Հայաստանով չեն բռնելու։ Մարդիկ իրենց կարծիքն են արտահայտվում վերջապես։ Թույլատրել է, չէ՞, մարդը իր կարծիքը արտահայտի։ Եվ կան մարդիկ, որ ասում են կգա օրը մենք ինչ որ պետք է կանենք։ Էլ չեն ասում ընդդիմադիրին կանենք, զայն կտանք եւ այլն, բայց դե հիմնականում քուրդիստանում հիմա այդ միտքն է, էլի, տեղի ունենում։ Նույն վստահությունը, որ դուք ունեք, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, նույն վստահությունը կապել է Նիկոլ Փաշինյանցի։ Օրինակ, ձեր վստահությունը որտեղից է գալիս կամ հակառակը դրա։ Իմ վստահությունը առաջնահերթ մասիս սարն է, որ մեր այդ սուրբ սարը ինքը հիմնահատակ է ուզում անի։ Իմ ամենամեծ ոնց որ ասած էմոցիան այդտեղից ասում, որովհետեւ մանկուց եմ սիրել այդ մեր գեղեցիկ սարը։ Անգամ արտասահմանում շատ տեղեր եմ եղել, ամբողջ աշխարհում ես համացությամբ շատ տեղեր եմ եղել։ Եվրոպա, Ամերիկա։ Ես այնտեղ էլ նկարում եմ վարկանի տակ մասի սարը անգամ գրիչով նկարում եմ, ցուցադրում եմ, ասում եմ այսպես սար ունենք, էլի տեսեք ինչ գեղեցիկ սար է, պատմություններ է պատմում եւ այլ։ Մանկուց ես հրապուրված եմ եղել այդ սարով, որտեղ իրոք սրբություն կա մեջը։ Եթե մի հայ սրբությունը մոռանում է եկեղեցիներով, այդ մեր գեղեցիկ Արադ լեռով, էլի ինչ ասես, այդ մարդը ինչ խոսած, ինչ հավանություն տաց դրան, որի լավն ասես։ 6-ը ճակատին գրած է, եթե 10-ը սխալ չանի, 6-ը օրվա մեջ պտանի։ Կոսմիկ հաստատություն կա մարդկանց մոտ։ Այս ազգային արժեքները հեռացնելուց հետո մտածում եք մարդիկ չեն ընտրի Փաշինյանին։ Մի չնչից զանգված կա էլի, ես մի հատ գաղտնիք ասեմ ձեզ։ Մենք խորհրդային միության ժամանակ որ ապրել ենք, ուրեմն միասին ենք արել մի համակարգում էլի, մենք չենք ճանաչել անգամ որ հայերի մեջ թուրք գոյություն ունի։ Հիմա արդեն նմանները իրենց գեներով հանդես են գալիս, անգամ հանդես են գալիս, արդեն ճանաչում են։ Մենք ապրել ենք այդ կարգերում, խորհրդային միության,
Եվ չենք ճանաչել, որ իրոք գեներով թուրքեր կար մեր մեջը։ Հիմա այդ ընդդիմադ իր այսքան Նիկոլի հետ մարտիկ, որ իր կողմնակից են, այդ բոլորին կարելի է թուրքեր, որ թուրքեր մնացել։ Հիմա մենք ջոգդովում են, էլ արդեն որ մենք ճանաչում ենք։ Շատ լավ, շնորհակալ։ Ես ոչ։